Ծափաթաղում ապրող ընտանիքը, որտեղ հասունացած խնդիրները հանգուցալուծվեցին ողբերգությամբ, որքանով է գտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։ Բոլորը վստահեցնում են իրենց գործառույթների սահմաններում աշխատել են ընտանիքի հետ, բայց որևէ բան չի հուշել հնարավոր այսպիսի զարգացման մասին։ 3 տարեկան տղային նախնական վարկածով խեղտամահ է արել հայրը։ Նրա մարմինը միայն օրեր անց էր հայտնաբերվել։ Սպանված Տիգրանը 5 երեխաներից փոքրն էր, 3 մեծերը դպրոցահասակ են։ Այստեղ վստահեցնում են դասերին կանոնավոր են հաճախել, առանց անհիմն բացակայությունների, կոկիկ ու խնամված։ Աննա Բալայանը 3-ին էլ դասավանդել է, բացի այդ դրկից հարևան են։ Եթե որևէ պատճառ լինում է, կամ ծնողն է զգուշացնում, կամ հարգելի պատճառներով, անհիմն բացակայություններ երբևէ չեն եղել։ Երբևէ մեր գիտակցության մեջ չենք մտածել, որ հնարավոր է նման։ Ոնց որ մնացած բոլոր ընտանիքները։ Ամեն մարդ իր աշխատանքին երբևէ արտառոց ինչ-որ պատմություններ, խնդիրներ, մենք նաև որպես ասենք այստեղ դպրոցում դասավանդում ենք աշակերտներին, մենք նաև իրենց հարևանն ենք։ Գյուղում շատերը հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, բայց պնդում էին ահազանգող ոչինչ այդ ընտանիքում չեն նկատել։ Մեկ այլ հարևան համաձայնեց խոսել կադրում չերևալու պայմանով։ Մենք չէինք պատկերացնում, որ այդ տղեն այդ վիճակը կանի, հերը։ Դա հավատալու բան չի։ Խելոնք ընտանիք են եղել, անշար, ոչ մեկի հետ ոչ կարգին շփել են, ոչ են։ Մենք վատ բան չենք տեսել այդ ընտանիքից, որ ասեն այդ մի վատ բան ենք տեսել, չէ։ Իսկ իրար մեջ հարաբերությունները։ Էդի ես չեմ, ընտանիքը մութ, ես ինչ իմանամ տունը ինչա իշի, բայց դրսում շատ լավ են լել։ Ասում է այնպես չէ, թե խնդիրներ նկատել է, բայց համարել, որ միջամտելն իր գործը չէ։ Երեխայի անհետանալուց հետո ինքն է ոստիկանություն ահազանգել։ Կորել էր, ես ինձ սպանել եմ։ Տղեць եկել է կատաղել, ինչեց 1-2 զանգել, այ տղա բայց շերակյալի, ասենք իմ թորնա, բայց երեխեն որտեղ պտի պարկի, գելերը պտի ուտեն։ Ծափաթաղի վարչական ղեկավարին հանդիպել լուրերին չհաջողվեց։ Բնակավայրը ճամբարակի կազմում է 2022 թվականից։ Խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխանցում է։ Առ այսօր որևէ այտենց ակնառու դեպք չի եղել կամ խոսակցություն չի եղել, որ կոնկրետ այս ընտանիքի հետ կապված խնդիր ներկայացվեր եւ ճամբարակի համայնքապետարանում քննարկում լիներ։ Օհանյանի խոսքով նկատվել են միայն առողջական խնդիրներ։ Բնակավայրում տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացվել համայնքային, միջազգային կազմակերպությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ։ Բոլորից օգտվել է նաև այս ընտանիքը։ Խոսքը նյութական աջակցության մասին է, բայց այդ կարիքը չի համարվում երեխայի սպանության պատճառ։ Ու եթե խորքային այլ խնդիրները չեն տեսել, արդյոք չի նշանակում, որ լավ չեն նայել։ Ակնառու չի եղել այդ խնդիրը, որ մենք դիտարկեինք։ Զուտ մենք կենտրոնացած ենք եղել ընտանիքի սոցիալական վիճակից, ընտանիքի կենցաղավարությունը բարելավելու նպատակով միջոցառումներ ենք մենք պարբերաբար իրականացրել ընդհանրապես բնակավայրում, առավել ևս իրենց ընտանիքի հետ կապված։ Կենցաղավարման այդ աշխատանքների ընթացքում մենք նույնիսկ վեճի կամ ընտանիքում անհաշտության դեպքեր չենք արձանագրել, չենք էլ իմացել դրա մասին։ Ռոբերտ Օհանյանը շեշտում է, հակառակ դեպքում համայնքապետարանը հաստատ այս ընտանիքի նկատմամբ նման անգործություն չէր ցուցաբերի։ Խորը ցավով ենք այս ամեն ինչը տանում։ Այս մղձավանջի մեջով հենց այնպես չանցանք էլի մենք։ Լուրջ նստվածք հատվել եւ մեր առավոտվա համայնքի ղեկավարի գլխավորությամբ այդ հասկացրած աշխատանքային ժողովի ժամանակ նաեւ լուրջ հանրարարական ատրվել, որ մեկ անգամ եւս վարչական ղեկավարներին եւ առհասարակ բոլոր բնակավայրի ղեկավար կազմին եւ աշխատակազմին յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ պարտադիր հավաքագրված տեղեկատվություն ունենան իրանց մեն։ Ու այդ տեղեկատվությունը պարտադիր պետք է մտնի համայնքապետարան, համապատասխան ընթացք ստանա։ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահն էլ շեշտում է, ընտանիքում բռնության կամ երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, որ իրենց միջամտության կարիքը զգացվեր եւ իրենց լիազորությունները կիրառելու հիմքեր լինեին։ Սոցիալական խնդիրներն էլ ըստ նրա այնքան սուր չեն եղել, որքան պատկերացվում է։ 5 կով են պահել, խոզ են պահել, տարբեր մեղվա ընտանիքներ են պահել, հավ, ճագար ամեն ինչ պահել են, հող են մշակել պետական աջակցության միջոցներով ամսական մոտավորապես 185,000 դրամ ստաբիլ թոշակ նպաստ եւ երեխայի գումարած ստացել են։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը հարցին, թե արդյոք հնարավոր էր կանխել ծափաթաղի ողբերգությունը ու պետական մարմինների թերացում կա, միանշանակ պատասխան չունի։ Եթե հարցին պատասխանենք այո, կարելի էր կանխել, դա նշանակում է, որ մենք պետք է ունենայինք բավական կարող, այսպես տարողունակ արձագանքի համակարգ, որտեղ եւ մասնագիտական աջակցությունը, եւ նյութական աջակցությունը, եւ նաեւ սոցիալական վերահսկողությունը, այս երեք կոմպոնենտները հավասարաչափ պիտի կիրառվեին այս ընտանիքի հանդեպ։ Այդպիսի կարողություններս նրա Հայաստանում միայն մասամբ կան, եւ յուրաքանչյուր բաղադրիչի ուժեղ ու թույլ կողմերի համադրությունը ցույց է տալիս, որ հնարավոր չէ անհրաժեշտ ձևով արձագանքել ընտանիքների կարիքներին։ Եկեք հետ գնանք, մինչ սպանությունը, ինչ ընտանիքի մասին ենք խոսում։ Թույլ կարողություններով ընտանիքի մասին ենք խոսում։ Մտավոր խնդիրներ, հոգեկան առողջության խնդիրներ, բազմամարդություն, փոքր տարածքում, ռեսուրսների սակավություն, ինչ էր պետք է ընտանիքին եւ նմանատիպ ընտանիքներին։ Նշածս 3 կոմպոնենտով աջակցություն։ Հավելում է Հայաստանի ամեն գյուղում մշտապես կա նման իրավիճակում գտնվող 3-ից 5 ընտանիք, ինչը համարվում է միջին ցուցանիշ։ Կարծում է դա դեռ բավական ժամանակ կպահպանվի, քանի դեռ լավ արձագանքող համակարգ չունենք։ Միրա Անտոնյանը շեշտում է, նման ընտանիքների հետ աշխատելու համար մասնագետների քանակը խիստ անբավարար է։ Կարծում է դա պետք է համադրելի լինի օրինակ բուժաշխատողների թվի հետ։ Մյուս կողմից էլ եղած փոքրաթիվ մասնագետներից շատերը չունեն բարդ ընտանիքների հետ աշխատելու հմտություններ ու կարողություններ։ Կարևորում է նաև հասարակական աջակցությունը եւ այն, որ անհրաժեշտության դեպքում երեխային ընտանիքից հեռացնող մասնագետները իրենք չհայտնվեն անպաշտպան վիճակում։ Եվ ես հավատացում եմ, եթե այս սպանության դեպքը չլիներ, մենք միջամտեինք, որևէ մեկը միջամտեր եւ պարզապես նման անորակ խնամք ունեցող ընտանիքից երեխային հեռացնել, մենք կհանդիպեինք հասարակական մեծ դիմադրության։ Գուցե արդարացված, գուցե չարդարացված, բայց ամբողջ աշխարհում սոցիալական աշխատողներին մեղադրում են այն ամենի համար, ինչ իրենք անում են, եւ ցավոք սրտի մեղադրում են այն ամենի համար, ինչ իրենք չեն անում։ Ասում է, մեծ հույսեր է կապում երեխաների իրավունքներին վերաբերող վերջին օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք թեպետ դանդաղ, բայց արդեն ընդունվել են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնյան նույնպես շեշտում է մասնագետների պակասը։ Այդուհանդերձ հավելում է, տարածքային ծառայության աշխատակիցը, որի մասնագիտական հմտությունների վերաբերյալ կասկածներ չկան, տարին 4 անգամ տնայց է կատարել, բայց ողբերգական հետևանքների մասին հուշող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Մեր սոցաշխատողների քանակը ընդհանրական առումով բավարար չէ, այդ խնդրահարույց եւ դժվարին իրավիճակում հայտնված եւ ընտանիքների եւ ռիսկում գտնվող ընտանիքների կանխարգելման ուղղությամբ զուտ օրինակ ճամբարակում 3 սոցիալական աշխատող է, բայց եթե մենք բնակչության թվականակով նայենք, իրենք շատ են, ունենք 12000։ Արմինե Անդրանիկյանը վստահեցնում է, այնպես չէ, որ յուրաքանչյուր նման դեպքից հետո արձանագրվում է ռեսուրսների պակասն ու ոլորտի զարգացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Այնպես չի, որ ինչ եղել է անցյալ տարի, ոչ մի փոփոխություն չկա, հա։ Օրինակի համար ասեմ, հիմա ունենք ռայս ծրագիր, որ 4 մարզերում է աշխատում, ընդհանուր ծառայությունների փաթեթ է նոր տրամադրելու Արագածոտ, Տավուշ, Շիրակի մարզերում, պատրոնաժի ծառայություն է տրամադրելու, ցերեկային խնամքի, ընդ որում 2 մարզերում համայնքային տների, այսինքն հետս հետե ծառայությունները ընդլայնվում են։ Սոցիալական գերատեսչության պաշտոնյան նույնպես շեշտադրում է երեխաների պաշտպանությանը վերաբերող վերջին օրենսդրական փոփոխություններն ու իրավակարգավորումները, որոնք հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ են սահմանում այս կամ այն իրավիճակը բացահայտելու, դրան արձագանքելու համար։ Սպանված երեխայի 1 քույրն ու 3 եղբայրները տեղափոխվել են Երևան, երեխաների պաշտպանության կենտրոն։ Այդ որոշումը կայացրել է Խնամակալության եւ Հոգաբարձության հանձնաժողովը, Ճամբարակի համայնքապետարանում սկսած նիստը շարունակելով ու ավարտելով ծափաթաղում։ Արտակ Ստեփանյանն ասում է, իրենց քննարկումներում ներգրավել են նաեւ գյուղի հեղինակավոր մարդկանց ու երեխաների մորը։ Ծափաթաղում նիստի շարունակելու իմաստը հենց դրանում էր կայանում, որ մենք անմիջական միջամտություն չունենանք ընտանիք, այլ նաև քննարկենք մոր հետ, քննարկենք բոլոր նրբությունները, բոլոր մանրամասները, այնուհետև որոշում կայացնենք եւ ընդհանուր եզրահանգման եկանք, որ նաև մայրը նպատակահարմար գտա, որ տվյալ ժամանակահատվածում ավելի ճիշտ կլինի երեխաները մասնագետների եւ մշտական հոգացության կենտրոնում լինեն։ Երեխաների պաշտպանության կենտրոն նրանք առայժմ տեղափոխվել են ժամանակավոր, նվազագույնը մինչև գործի քննության ավարտը։
Հետագայում հանձնաժողովը նոր որոշում կկայացնի ըստ իրավիճակի։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, Դավիթ Մաչկալյան, Արտակ Գևորգյան և Գևորգ Զաքարյան, Կիրակ Նորյալ լուրեր։